Հայաստանի Հանրապետությունում Դոդիկագոն գալու է իշխանության կներես Գագիկ Ծառուկյան քարով եկեղեցի սարքելով դու քրիստոնյա ես համարվում քարա Կարամ տաշեմ լնի խաչ, կարամ ծուրը դնեմ, թեք դնեմ, օվալաձև դնեմ, սարքեմ վանք։ Չելա որ ես ասու տված մարդ եմ, չելա որ ես բարերար եմ։ Իմացար, բարերար գիտես ով է, ասու տված մարդը գիտես ով է, այն, որ բոզի տղա, ասու տված երեխուն ինչ որ մեկին չի խլեմ։ Իմացար, Հայաստանի Աբովյանի Շահաբ գյուղում հազարավոր երեխեքի գլուխ կերար։ Աբովյանը ընդհանրապես կատվածահար արեցիր։ Աբովյանի բնակչությանը ստրկատիրական պայմաններում պահել ես։ Դարեր ի վեր մինչև առեսօր։ Տղետ այսօր չգիտեմ որ երկրում որ բոզի տղի շվակի տակը պահկված է։ Ինչի մարա պահկված մարդ աղբ է։ Աբովյանի բժշկուհու աղբոր մինուճար տղուն տան լուսը մարեցիր տեղը մի հատ եկեղեցի է սարքել եկեղեցին սարքում ես հետո տնում ես շատ մեծ ծախսա կողքը դնում քաբաբնոց է սարքում այն մի կողքը դնում ես չգիտեմ ֆրի է սարքում ծախում այն մի կողքը ճոպանուղի է սարքում մի շաբաթ հետո քու եկեղեցու փողը հանում ես քու սարքած քո ճարտարապետական չգիտեմ աշխատանքների շինարարական այդ շինանյութի փողը հանում ես անուն էլ հանում ես թե բարերարես կամ քրիստոնյա քու նման խախպի տղեն ո՞նց կարա լինի քրիստոնյա Դու քրիստոնյա մարդ լնելով հանդերձ սատանեք ես ստեղծել թե երեխեք Հայաստանի Հանրապետությունում քո դոդ գլուխ տղեն ամփույթ սեքսից առաջացած այդ բմբլի բարձով գլուխը ոնց որ շշկոպի կոնդիցիոներ լինի այդ խախպի տղեն քանի երեխու գլուխակեր է քանի երեխու գլուխ Հայաստանի Հանրապետությունում պատերազմի ժամանակ ինչքան որ զոհ են ունեցել երկու այդքան զոհ ունեցել են 36 տարվա մեջ ղեկավարած իշխանության բջերի սպանած մարդիկ էլ ավելի շատ են եղել քան թե Հայաստանի Հանրապետության զոհերը պատերազմի ժամանակ դու ընդհանրապես իշխանության գալու գիտելիք ունես այ հայվան ձեր մոտ մորթել, քերթել, կրակել, վառել, սպանել այդ համակարգն է գործում դարեր ի վեր դու ով ես որ գաս իշխանության այդ դոդ գլուխ ասում եմ գլուխը ոնց որ շշկոպի ժամացույց լինի ուղարկի սլաքը չի ֆռն որովհետև չեն պայմե մեջը էլեմենտ դնեն դու ընդհանրապես իշխանություն գալուց չխոսաս ու դու Հայաստանի Հանրապետությունում ես քո սարքած ոչ մի վանկում մոմ չեմ վառի որովհետև Աստված չի նկատում Աստված ինչ որ մեկին որդի ունենալու Ահած մեծացրած որդուց զրգող մարդու սարկած եկեղեցին ոչ կնքմա, ոչ ընդունմա, ոչ էլ օծումա։ Օծում են ձեր սարկած եկեղեցիները, ձեր պղծված կահանաները։ Ինձ որ գյուլ են, քո սարկած եկեղեցում ես մոմ չեմ վառի։ Եթե ես քո սարկած եկեղեցում մոմ վառեմ, դոդիկագո, ուրեմն ես քրիստոնյա չեմ, ուրեմն ես կնքված չեմ, ուրեմն ես Հայաստանի Հանրապետության բնակիչ չեմ, ուրեմն ես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ըլնելու իրավունք չունեմ։ Միտեղ մոմ վառեմ, միտեղ էլ հելնեմ պայման շաուրմա ուտեմ կամ էլ ճոպանուղուց օգտվեմ որ քո այդ երկու տաշած քարի փողը հանես Հայաստանի Հանրապետությունում այն մարդը ով որ ինչ որ մեկի տան լույսը մարել է նա եկեղեցի սարքելու իրավունք չունի նրա եկեղեցին օծվելու ասու բարձր հովանի տակ գտնվելու ոչ մի իրավունք չունի խորհուրդ եմ տալի ձեզ իմ քրիստոնյա ազգ իմ գիտակից ազգ ու անգիտակիցներ մի վառեք մոմ դրանց սարքած եկեղեցիներում մի հատ տղեն մի հատ 18 տարեկան զինվոր մի եկեղեցի է մի զինվոր մահանալուց մահացել է հետ անգամ մի հատ աղջիկ ամեն զինվորի հետ որովհետև այդ զինվորների 99%-ը նշանված են ունեցել են ընկերուհիներ խոսք առած են բանակ տեղը խոսացել են հազարավոր աղջիկներ ջահել անբախտացան Հայաստանի Հանրապետությունում Դոդիկագոյի բարձր հովանի ներքո Հայաստանի Հանրապետությունում հազարավոր աղջիկներ հազարավոր տղաներ անբախտ Սերժի ու Քոչարյանի ղեկավարման տարիներից մինչև առեսօր այդ ձեր Օսիպյան Կոչեցյալի այդ ձեր Սերյանա Ջերյան Օհանյանի այդ ձեր սատկած Մանվելի որ մեկի ասեմ են Նիկոլա Համերգատալի Հայաստանի Հանրապետության երկի ջերչույները Պորնիկաբանական ինստիտուտի դեկաններ են որ դարեր ի վեր երգել են Մանվելի համար, Սամվելի համար, Դոդի համար, Սերժի համար նույնիսկ այնքան տարված են երգել որ պատերազմի անդառնալի օրերին Ներսի Գիսպիրյանի պես ոչխարի սերունդը Հրապարակի Նալբանդյան փողոցից իջացնում էին մեր երեխեքի մարմինները Սկոսրայից տանում էին դեպի Եռաբլուր ոտքով Ներսի Գիսպիրյանը Զախնիր լավ էր երկը, մորդ լավուն հավերժ քնի, այսօր էլ նորից դու հելել ես ու այդ ընդդիմադիր դաշտի համար երկում ես, բայց այս տանջված ու տառապած սկաշաղաղ հասարակությունը դարեր ի վեր քեզ ծապատվել որպես դերասան, որպես արտիստ, որպես երգիչ ու երգչուհի, բայց որ դուք ոչ մենք երգիչ ունենք, ոչ էլ երգչուհիներ ունենք, դրանք ընդամենը ցերեկային միկրոֆոն բռնողներ են գիշերն էլ Քոչարյանի Սերժի տակը ինչ որ մի բան բռնել են, այն ինչ որ ուզեցել են բռնել իհարկե, նրանք դրանք չեն ունեցել
Ռիտաներն ու բելաները դրանք քոքից կտրել են ու յոդի մեջ վառել են։ Դուք Հայաստանի Հանրապետություն խեղաթուրել եք, երկի ջերջուիներ։ Հայաստանի Հանրապետությունը դուք երկել եք միայն ու միայն Սերժի Քոչարյանի, Ռոբիգների, այտենսների համար, Դոդիգների համար։ Դրա համար այսօր որ երկիր որ ետնեք, ձեզ ոչ թամամ դիմավորող կա, ոչ էլ ձեր համար ծապտվող կա։ Դուք Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես անելիք չունեք։